Ուղիղ 20 տարի առաջ մեր տուն հասարակական կազմակերպության դռները բացվեցին այն աղջիկների առաջ, որոնք կյանքի ամենախոցելի փուլում էին։ Նրանք այստեղ եկան մանկության ծանր բեռով, անորոշ ապագայով ու լուռ վախերով։ Սակայն այս պատերի ներսում մայրական քնքշանքից ու հոգատարությունից զրկված նուրբ հոգիները ոչ միայն տանիքով ու սննդով ապահովվեցին, այլև վստահորեն ապրեցին կյանքի գերագույն զգացողությունը, ունեցան լավագույն ընտանիքը։ Ջերմ հուշերով նոր ակնկալիքների պլանավորումով է մեր տուն հասարակական կազմակերպության հզոր թիմը հավաքվել գործունեության 20-ամյակին նվիրված բարեգործական ընթրիքին։ Արդեն 20 տարի է և այսօր ես հպարտության ու երախտագիտության զգացողությունն եմ ապրում, հպարտանում եմ մեր աշխատակազմի, մեր տան աղջիկների, մեր տան վարչության անդամների, մեր տան պարզապես բարեկամների, որ կարողացանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շատ աղջիկների տալ հնարավորություններ կրթության, բնակության, պարզապես Հայաստանի Հանրապետության լավ քաղաքացիներ։ Այս պատմության հետևում կանգնած են վարչության անդամներ, բարեգործներ և պարզապես բարի կամեցող մարդիկ, որոնց շնորհիվ ճակատագրեր են փոխվել։ Մեր տան հիմնադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը հպարտությամբ է նշում. մայրական սիրուց զրկված կանայք այսօր հրաշալի մայրեր են։ Բոլորի մայր Տիգրանուհի Կարապետյանը 25 աղջիկ է ամուսնացրել, բոլորն ամուր ընտանիք են կազմել։ Նա հասցրել է արդեն 70 և ավելի թոռան ճիչ լսել։ Շատ սրտանց հոգով, մայրական ջերմ զգացողություն են ապրում իրենց բալիկներին տալով այն սերը, որոնք իրենք ապրում են, որ իրենք չեն տեսել և այսօր իրենք հաղորդում են այդ սերը, երգում են օրորոցային, որը երբեք իրենց մայրիկները չեն երգել և գրկում սիրուն և աշխարհը ստեղծվել է Աստծո սիրուց և սերը ամենակարևոր բանն է։ Ժեստ հոգեբանական կենտրոնի համահիմնադիր հոգեբան Մարիամ Մեհրաբյանինն է եղել բարեգործական ընթրիք կազմակերպելու գաղափարը։ Նրան աջակցել են տասնյակից ավելի ընկերություններ, անհատներ։ Մեր տուն հասարակական կազմակերպությունը 20 տարեկան է և մենք վարչության անդամներս կարծում եմ մեր նաև պարտքն է, որպեսզի մեր տուն հասարակական կազմակերպության 20 տարին 200 դարձնենք, որտեղ այս գործունեությունը դա այն բարի գործն է, որը որ օգնում է հայ երեխային, հայ մանուկին գտնել իր ճանապարհը, ապրել իր կյանքը, իր ուղին և բարեգործական ընթրիքի գաղափարը այն նվազագույնն է, որ կարծում եմ կարող էին կազմակերպել այս հրաշք մարդկանց և հրաշք թիմի համար։ Բարեգործությունը հենց սեր է, հենց մարդկային ամենակարևոր արժեքն է և շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր վարչությունից դուրս մարդկանց, Արփինետ ընկերությանը, Master Farm ընկերությանը բժշկական, Հովհաննիսյան կլինիկային, Հմայր գեղեցկության սրահին, մի խոսքով Մայրամ Կեսարյանին, ովքեր կան չմոռանամ, որ հետո ինձանից չնեղանան, և ամենակարևորը շնորհակալություն Աստծուց, որ այսօր ես ապրում եմ և այս զգացողություններն եմ ապրում։ Անակնկալ այցով ներկաներին հուզել են մեր տան նախկին ու ներկա շահառուները։ Մեր տան դռներն այս պահին բաց են միայն ցերեկային շահառուների համար։ Տիգրանուհի Կարապետյանի ցանկությունը մեծ է կրկին աղջիկներին գիշերակացի հնարավորություն տալ։ Քանի որ հովանավորները Քովիդից ինչ-ինչ պատճառներով չկան և մեր տան աշխատանքները ոնց որ մի քիչ դանդաղեց, բայց հենց այսօրվա բարեգործության նպատակը նորից գիշերակացով մեր տան դռները բացվեն այն աղջիկների, այն ճակատագրերի հանդեպ, ովքեր մեր կարիքը ունեն։ Բոլորին գրկում եմ, բոլորից շնորհակալ եմ և Աստված թող այն ինչ որ մարդիկ բարի գործ են անում, թող բումերանգի նման վերադառնա իրենց։ Կյանքի նկատմամբ վստահություն ու կանացի մեծ ներուժ։ Մեր տուն ՀԿ-ն շարունակելու է կերտել պատմություններ ու ճակատագրերին նոր ընթացք տալ։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։